Երկրորդ անգամն մենք տուժում ենք էլի, էդ է կատարվել։ Բյուրեղավանցի կինը վրդովված է։ Այս տարի արդեն երկրորդ անգամ է պոլիկլինիկա եկել նույն դեղերի հետևից։ Ապրիլին, երբ քաղաքում առաջին անգամ աղիքային վարակ տարածվեց, նրա թոռնիկներ էլ վարակվել։ Բռնկման նոր ալիքը նույնպես երեխայի կողքով չի անցել։ Հետա տալիս փորլուծություն, թուլություն։ Միայն անցած գիշերվա ընթացքում շտապօգնության ծառայությունը 15 կանչ է ստացել Բյուրեղավանից, բոլորը նույն ախտանշաններով։ Մի մասին տնային պայմաններում բուժում են նշանակել, 6-ին, որոնց վիճակը ավելի վատ է եղել, տարել են Աբովյանի հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս պահին շտապօգնությունը շարունակում է կանչեր գրանցել ոչ միայն Բյուրեղավանից, այլև Արզնիից եւ Նուրնուսից։ Տուժածները տարբեր տարիքային խմբերից են, սակայն նրանց մեծ մասը երեխաներ են։ Այսօր դիմել են արդեն ինձ մոտ կոնկրետ 3 պացիենտ, հերթագրված կամ դեռ չեն դիմել։ Բյուրեղավանի պոլիկլինիկայի բժիշկ ինֆեկցիոնիստ Մհեր Միքայելյանը առավոտից դեղեր է դուրս գրում վարակի ախտանշաններ ունեցող քաղաքացիների տնային բուժման համար։ Սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, թուլություն, հիմնական գանգատները դրանք են։ Ռուսաստանից եկած քրոջս աղջիկն ու տղան, 1.5 տարեկան տղան։ Իրանք են իրենց վացքում։ Հա, շատ վատ է զգում։ Քրոջս աղջիկը շատ վատ է զգում, նույնիսկ չի կարողանում քայլել։ Այդքան հետադեմ է։ Որտեղից է ի վերջո տարածվում վարակը։ Նախորդ բռնկման ժամանակ Վիոլիա ջուրը շտապեց հայտարարել, թե ջրի հետ կապված որևէ խնդիր չկա։ Մի քանի օր անց, սակայն, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ խմելու ջրի նմուշարման արդյունքում հայտնաբերվել են շեղումներ, կոլիֆորմ մանրեներ։ Այսօր էլ Վիոլիա ջուրը նույն կերպ հայտարարել է. Բյուրեղավանում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը դեռ իր եզրակացությունը չի տվել։ Նմուշարումներ են վերցրել վարակի հնարավոր աղբյուրները եւ տարածման ուղիները պարզելու նպատակով։ Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը ասում է, մինչեւ հետազոտությունների արդյունքները չլինեն, ոչ մի բան ասել չի կարող։ Պոլիկլինիկան պատրաստ է ինչքան էլ հիվանդը ընդունի եւ ինչքան կանչ լինի սպասարկի։ Մենք ավելին չենք կարող անել, կամ ավելին մեզանից չի պահանջում։ Մինչդեռ Բյուրեղավանի բնակիչները կասկած չունեն, խնդիրը հենց ջրի մեջ է։ Պահանջում են, որ Վիոլիա ջուրը պատասխանատվության ենթարկվի։ Պատճառը ջուրն է 100%։ Վիոլիա ջուրը մենք պոստայում ենք աշխատում, գալիս են թվերավոր գրած են։ Մեկը ինձ, մեկը մյուսներին, այդպես մարդ չկա, որ թվեր գրած չլինեն։ Ավել գումարներ են գրում քիչերի, կեղտոտ ջուրն էլ կապում են մարդկանց ջանին։ Ուրեմն թող Վիոլիա ջրի հախից գան։ Դուք եք կարծում, որ ջուրն է պատճառը։ Հա, կարծում եմ եթե համատարած է ջուրը պատճառը։ Բյուրեղավանում այսօր ջուր չկա։ Բնակիչները, սակայն, այսպես թե այնպես, ծորակի ջրից չեն օգտվում։ Խմելու ջուրը խանութից են գնում, բայց պատրաստվում են ծորակի այն ջուրը, որը մնացել է շշերի մեջ, տանել փորձաքննության եւ դա դիտալ Վիոլիա ջուր ընկերությանը։